Պարոն Հոսեյնի, խնդրեմ ասել հիմա ինչ իրավիճակ է Իրանի Հանրապետությունում, ձեզ ինչ տեղեկություններ են հայտնի։ Հիմա իսրայելական լրատվամիջոցները վերջին թարմ տեղեկությունը, որ հաղորդում են, դա այն է, որ հոգևոր առաջնորդը սպանված է։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Դե ինչպես դերյակ եք առավոտյան Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարվածումներ սկսեցին Իրանի վրա, սկզբանե թիրախավորում ուզում են թիրախավորեն բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանից հետո Իրանի խոփ համագարկները փուլային հասնեն ռազմական ուժերը, զորքերը եւ ոստիկանություն բանակ եւ հեղափոխություն բանակի կորպուսի տեղական ռազմական օբյեկտները եւ դրանից հետո հասնեն փուլային միջուկային օբյեկտները եւ մյուս փուլը հրահրեն իրանց գործակալների միջոցով ներսում հրահրեն զանգվածային ժողովրդին դեպի ինչպես Թրամփը հայտարարեց, երբ օդուժի արձակումները վերջացած Իրանի ժողովուրդը դուրս գա փողոցում գերավեն պետական շենքերը եւ այդպես նպատակ ունեն որպեսի ոստիկանությունի շենքերը եւ զինված ուժերը թիրախավորելու դիմադրությունը նվազեցնեն իրենց գործակալների միջոցով հրահրեն զանգվածային որոշ հատվածի ժողովուրդը դեպի պետական շենքեր գրավելու եւ այդպեսի փորձեն իշխանապողություն անել։ Այս պահին դեղեկատվությունը չի հաստատվել, որ Իրանի որը մի ռազմաքաղաքական պաշտոնյաներ զոհվել են, Իրանը դեռ ոչ մի բան չի հաստատվել, սովորաբար Իրանը հաստատում է։ Կարող է ժամեր անց հայտնի դառնա, եթե Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական պաշտոնյաներից որը մեկին զոհվել է, որը մեկը ողջ է, բայց մինչև հիմա ոչ մի նման լուրերը չի հաստատվել Իրանի կողմից։ Եվ աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածների մասին նշվում է, որ առնվազն 57 աշակերտ մահացել է եւ 60-ը վիրավորվել են, սա պետական ԻՌՆԱ գործակալությունն է հայտնում։ Եվ այս ֆոնին, երբ որ ասում են սա Իրանի ժողովրդի դեմ չէ, այլ օրինակ իշխանության դեմ է, փորձում են չեզոքացնել Միացյալ Նահանգների եւ Իսրայելին ուղղված վտանգները, այս կոնտեքստում դուք այս դպրոցի թիրախավորումը ինչպես եք մեկնաբանում։ Երբ որ մենք պետք է հիշենք, որ այդ ռեժիմի կողմից թիրախավորվել Իրանը, որը Գազայում ինչքան երեխա սպանեցին իրենք եւ միջազգային դատարանը Լահեում դատապարտել է եւ ռազմական հանցագործը ճանաչել Նեթանյահուը եւ այդ ռեժիմը իհարկե ոչ մի կարմիր գիծ չունի եւ հենց այդ դեպքը ցույց է տալիս ապացուցում է որ այդ հարձակումը միայն թիրախ է ոչ միայն ռազմական ուժերն Իրանի ռազմական եւ միջուկային օբյեկտներն, այլ հասարակ քաղաքացիները հենց հիմա թիրախավորվում են Իրանի եւ Իսրայելի եւ Ամերիկայի կողմից եւ դա ապացուցում է իրենց կեղծ մարդու իրավունքները եւ դա ռազմական հանցագործություն է իրենց կողմից։ Եվ բացի այս դպրոցի դեպքը զոհերի հետ կապված դուք ինչ տեղեկություններ ունեք, արդյոք հնարավորություն ունեք, դուք Երևանում եք, չէ՞, արդյոք հնարավորություն ունեք Թեհրան կապնվել կամ իրանական այլ քաղաք տեղեկություններ ստանալու համար։
Ինչքան դերակցություն կա դեր զոհերի մասին լուրեր չեն դերակացվել, բայց ինչ ունենք հիմա դեպրոցի զոհերը հասել են 61 եւ վիրավորները շատ են մյուս շենքերը մյուս դեղերը որ հարված են ստացել դեր ոչ մի փաշոնական լուրջ կա զոհերի մասին պետք է սպասենք տեսնենք Իրանից ինչ դերակցություն կհաղորդեն Եվ Թեհրանը ինչ գործողությունների է դիմելու ինչ կարող եք ասել Վաղուց Իրանը իր ռազմական դոկտորինը փոխվել է Իրանը վերջերս հայտարարեց որ պաշտպանական դոկտորինը փոխվում է դեպի հարցական դոկտորին եւ այդ Իրանի հոգեվոր առաջնորդը հայտարարեց որ այս պատերազմը եթե տեղի ունենա տարածաշրջանային պատերազմ է լինելու Իրանը իր խոսքը կատարել է մինչեւ հիմա ժամեր անց 1-2 ժամ անց Իսրայելը թիրախավորվեց եւ դրանից հետո բոլոր դարաշրջանի բոլոր ամերիկյան նահանգների ռազմաբազաները Իրանը թիրախավորում է եւ թիրախավորել է Բահրեյնում, Քուվեյթում Կատարում, Արաբիա Սուդի, Իմարաթում բոլոր այդ ռազմաբազաները Իրանի թիրախի տակ են Իրանի հարցակում են բոլոր այդ ռազմաբազաների վրա։ Նաև Իրաքում Արբիլ ռայոնը Արբիլ քաղաքի Եվ իսրայելական բանակը հայտարարել է 4-օրյա գործողությունների մասին 4 օր անց նշելով որ այլ Թեհրանն այլ տեսք է ունենալու ինչ է կարծում սա ինչ է ենթադրում Դատելով Հայֆա եւ այլ Իսրայելի քաղաքները մենք եւ 12 օրվա պատերազմին մենք կարող նշենք որ Իսրայելը չի կարող որոշի այս պահին որ քանի օր կտևի այդ ռազմական գործողությունները Իրանը հայտարարել է պատերազմի սկիզբը իրենց որոշում է լինելու բայց վերջը իրենց որոշումով չի լինելու եւ հնարավոր է Իսրայելի մայրաքաղաքը եւ այլ քաղաքները այլ տեսք ունենան իհարկե իրեն հզոր օդուժ ունեն կարան հարվածներ տան Իրանին բայց այդ Իրանը համ 12 օրվա պատերազմում համ այսօրվա գործողությունով ցույց է տվել որ Իրանն էլ կարա բոլոր Իսրայելի քաղաքները հարվածի եւ դա փաստ է Եվ ինչու հնարավոր չեղավ բանակցային դիվանագիտական ճանապարհով գնալ կարծեք թե վերջին բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև դրական լույսի ներքո էր ընթացել Տեսեք բանակցությունները ինքնորեն այդքան էլ լուրջ չեն եղել, որովհետև Միացյալ Նահանգները փորձում է բանակցությունները օգտագործի, որպեսզի լեգիտիմացնի իր ռազմական գործողությունները միջազգային հանրությունի համար եւ Միացյալ Նահանգների հանրությունի համար, որպեսզի ասի մենք փորձել ենք դիվանագիտական միջոցով հարցը լուծենք չի ստացվել հիմա ռազմական գործողություն ենք դիմում դա խախոցիկ բան է կերս օրագարկեր եւ իրենց ժամանակ էին ձգձգում որովհետեւ իրենց բոլոր նավաթորները եւ ռազմական ուժերը դեղագարվեն մարտական իրավիճակում տարածաշրջանում երբ որ վերջին ռազմական նավը մոդիկացավ Իսրայելի Միացյալ Նահանգների ռազմական նավը մոդիկացավ Իսրայելի ափերում պատերազմը սկսեցին այսինքն սկզբանել իրեն նպատակ չունեն դիվանագիտական ճանապարհներով հարցը լուծեն, որովհետև Իրանը բին կայնած է իր կարմիր կեցերում եւ չի հանձնվում բանակցությունների
միջոցով հիմա փորձում են ռազմական միջոցով Իրանին զենքի բերեն, որը շատ հնարավոր է այս անգամ էլ զախոպվի։ Եվ այն բանից հետո, որ Թեհրանը հարվածներ հասցրեց արաբական երկրներում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաբազաներից, այդ պետություններից եղավ հայտարարություն, որ իրենց իրավունք են վերապահում նաև հարվածներ հասցնել Իրանին, Իրանը կարողանա դիմակայել եւ Միացյալ Նահանգներին, եւ Իսրայելին, եւ այս նոր պետությունների հարվածներին, որոնք ի պատասխան պատրաստվում են գործողությունների դիմել։ Տեսեք, իրենց նստած են ապակի Շուշայի հետևում եւ չեն կարա մի քար հետեն Իրանի վրա եւ անվնաս մնան այդ բոլոր այդ արաբական պետությունների մեծ բյուջե եւ մեծ ռեսուրսը նավթ է Իրանը հեշտության կարա նավթամուղները եւ իրանց էներգետիկ ռեսուրսը, որը իրանց համար գոյարաբանություն ամենամեծ ռեսուրսն է, թիրախավորի եւ բոլոր այդ երկիրները շատ վատ իրավիճակում դուրս կան Իմարաթը կամ Իմարաթը որ շատ մի քանի որովհետեւ բոլոր աշխարհում բոլոր երկիրներում ներդրումներ են անում Իմարաթը եթե Իմարաթը անվտանգ չլինի բոլոր այդ ներդրումները փախչում են Իմարաթից եւ նաեւ նավթը Արաբիա Սաուդի նավթը այլ երկիրների նավթը որը Հորմուզի նեղուցում անցում է Իրանը կարա խոչընդոտ է ստեղծի կարող է նավթամուղները խփի եւ իրեն պետք է հիշեն երբ որ Միացյալ Նահանգներին ռազմաբազա են դրամադրում Իրանի դեմ եւ ռազմաբազաներից հարձակվում է Իրանի վրա Իրանը ինչ պիտի անի Իրանը չպիտի Իրան պաշտպանի եւ դա այն ժամանակ պետք է մտածեն որ ռազմաբազա են դրամադրել Իրանի թշնամին եւ թույլ են տվել իրենց դարաշքից իրանց հողից Իրանին հարվածեն այսինքն ոչ մի բարոյական եւ լեգիտիմ դժգոհություն եւ բողոք Իրան չունեն, եթե Իրանի թշնամիներին ռազմաբազա են դրամադրել եւ Իրանը թիրախավորել է միայն այդ ռազմաբազաները, ոչ թե քաղաքացիական ինչ-որ օբյեկտներ կամ քաղաքացիական վայրեր։ Իրանը միայն ամերիկական ռազմաբազաները այդ երկրներում թիրախավորել է, բայց եթե պատերազմ է online-ի կարող է իրենց շահերել թիրախի տակ գնալ։ Եվ Ադրբեջանի ներգրավվածություն կարող է լինել այս պատերազմում, թե ոչ, օրինակ Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքի օգտագործում, ինչ եք կարծում։ Եթե նման բան տեղի ունենա միանշանակ Ադրբեջանի տարածքը կարող է Իրանը թիրախավորել, Իրանը ցույց է տվել ոչ մի հարևան եւ որ գոյությունի բախն է եւ լինել եւ չլինելու բախն է արդեն հաշվի չի առնելու ինչքան բարեկամական կամ գործընկերանային հարաբերություն ունի այլ երկրների հետ բոլորը մի կողմ են գնում եթե ինչ որ սպառնալիք լինի Ադրբեջանի կողմից միանշանակ Ադրբեջանը գեմետնի Իրանի թիրախային սուսակի մեջ։ Եվ մենք այս պահին մինչ զրուցում էինք Reuters-ը մի տեղեկություն է հրապարակել ըստ որի Իրանի պաշտպանության նախարարը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը ենթադրաբար զոհվել են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով դուք իրատեսական համարում եք այս տեղեկությունը։ Հնանավոր է, բայց Իրանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, եթե 12 օրվա պատերազմի ժամանակ անհագեկալ եկան, հիմա պատրաստ են եւ մեծ մասը այդ թիրախները, որ հենց արաբոդյան իրեն
Իսրայելի եւ Ամերիկայի կողմից ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները ուզում են թիրախավորել, մեծ մասը զախողվել է, կարող է 1-2 կամ քանի հրամանատարներ լինեն զոհվածների մեջ, բայց հիմա Իրանը այս պահին ոչ մի հաստատում չի տվել, բայց հնանավոր է, բայց մեծ մասը զախողվել է։